ուրախ եմ ձեզ կրկին ողջունել իմ տաղավարում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր դիտումների և ինձ ուղղված ձեր ջերմ խոսքերի մեկնաբանությունների համար։ Ինչպես անցած անգամ ես ձեզ խոստացել էի, մենք պարբերաբար ունենալու ենք հյուրեր։ Այսօրվա իմ հյուրն է գեղեցկուհի, տաղանդավոր դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Ողջույն իմ շատ սիրելի նայելա։ Ողջույն Մարինկա, ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ այսօր հյուրը գալեցիք ինձ և հուսով եմ մենք իրար հետ կունենանք համով ժամանց։ Ես էլ եմ վստահ ու շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Այսօր Մարինկա դու ինձ կօգնես պատրաստենք ծովամթերքներ բրնձի լապշայով։ Ես գիտեմ, որ դու շատ սիրում ես ծովամթերք, ես հետևում եմ քեզ և հուսով եմ ինձ կօգնես։ Մեծ սիրով կօգնեմ, այո, շատ եմ սիրում անկեղծ։ Դրա համար ինձ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ աղ, սև պղպեղ, սխտոր 4-ից 5 բջեղ, ձիթայուղ, սոյա սոուս, ծովամթերք և բրնձի լապշա։ Ինձ կօգնես Մարինկա ջան բացել ծովամթերքը։ Իհարկե, մեծ սիրով։ Խնդրեմ։ Իսկ ես այդ ընթացքում կզբաղվեմ բրնձի լապշայով։ Ես ձեզ հիշեցնեմ, որ գոյություն ունեն լապշա պատրաստելու տարբեր եղանակներ։ Կոնկրետ այս լապշա պետք է եղման ջրի մեջ լցնենք։ Բայց կան նաև այդպիսիները, որ պետք է զուտ միայն թրջել եղման ջրի մեջ։ Ես նախապես ջուրը եռացրել եմ և աղ եմ արել։ Ավելացնենք լապշան։ Այսքանը բավական է։ Ես հիշեցնեմ, որ նախապես աղ եմ արել ջուրը, լապշան եփվում է աղաջրի մեջ և պետք է եփվի 12-ից 14 րոպե, ցանկալի է բաց վիճակում, չենք ծածկում։ Իսկ դու հաճախ ես լինում Մարինկա խոհանոցում, եթե իհարկե ժամանակը և Մարինկա թողնում են։ Անկեղծ ասած շատ չեմ լինում, քանի որ ժամանակ չեմ ունենում, բայց լինելուց էլ շատ հաճույքով եմ լինում և պատրաստում եմ։ Ապրես։ Հիմա մենք պետք է ծովամթերքը ավելացնենք, գցենք եռացող ջրի մեջ։ Մինչ Մարինկա ջան, դու ինձ կօգնես ծովամթերքը գցենք եռացող ջրի մեջ, այս ընթացքում ես կմանրացնեմ սխտորը։ Լավ։ Կարող ես։ Իհարկե։ Ինչպես է գործերդ Մարինկա։ Շատ լավ։ Ես չմոռանամ լապշան քամել։ Կացայի մեջ ավելացնենք ձիթայուղ և դնենք գազօջախին։ Բավական է։ Ես կարծում եմ, որ ծովամթերքը արդեն պատրաստ է։ Շատ լավ։ Ես այստեղ կավելացնեմ բրինձը։ Մեր բրինձը պատրաստ է։ Անջատում ենք։ Կարծում եմ ծովամթերքն էլ արդեն պատրաստ, կարող ենք տապակել։ Հիանալի է։ Քամենք ծովամթերքը։ Ճանուշաբում։ Իսկ համը եթե փորձես։ Մարինկա ջան, ես հիշեցնեմ, որ ծովամթերքը պետք չէ երկար պատրաստել, քանի որ երկար պատրաստվելիս այն ձգվում է։ Պետք է շատ քիչ, 10 մաքսիմում, 10 րոպե։ Մենք քիչ ենք եռացրել։ Դու ինձ օգնել ես և արել ես շատ ճիշտ ամեն ինչ։ Տաքացնենք կացան կրկին, ավելացնենք ձիթայուղը։ Ապրես Մարինկա, դու այսօր ինձ շատ օգնեցիր։ Ավելացնում ենք ծովամթերքը, որ խնդրեմ Մարինկա ջան սխտորը կմոտեցնես։ Իհարկե։
2-3 րոպե հետո տապակվելուց հետո կավելացնենք սխտորը, շատ պետք չէ տապակել։ Երկար տապակվելուց ծովամթերքը կկորցնի իր հատկությունները։ Իսկ մենք գիտենք, որ ծովամթերքի մեջ շատ կա օմեգա 3, որը անհրաժեշտ է ոսկորների համար եւ կալցի։ Ուր մատուցան, անդրացնենք սխտորը։ Շատ հաճելի բույր է, շատ։ Հա, իրոք շատ։ Կարծում եմ ստացվեց։ Մարինկա ջան, հիմա ավելացնում ենք մի քիչ պղպեղ եւ սոյա։ Գնացինք։ Ավելացրու պղպեղը։ Մի փոքր։ Եվ ավելացնեմ սոյան։ Վերջ։ Վերջ։ Ճիշտ ասած, ես նկատեցի, որ ծովամթերքը եփելիս մենք աղ չավելացրեցինք, ինչու՞։ Շատ ճիշտ ես նկատել Մարինկա, քանի որ մենք պետք է ավելացնենք սոյա սոուս, իսկ սոյան պարունակում է մեծ քանակությամբ աղ, այդ իսկ պատճառով ծովամթերքը եփելիս մենք աղ չարեցինք, պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Դա էլ իմացա, չգիտեի։ Հիմա պատրաստենք մատուցման ասենք։ Վերջ, պատրաստ է։ ապրես Մարինկա ջան, դու այսօր ինձ շատ օգնեցիր։ Մենք կհանդիպենք սեղանի շուրջ։ Դե ինչ Մարինկա ջան, ինձ շատ հաճելի էր, որ այսօր դու իմ հյուրն էիր։ Մենք պատրաստեցինք շատ հաճույքով եւ ունեցանք ամբողջ ժամանց իրար հետ։ Շնորհակալություն քո ներկայության համար եւ դրական էներգիա փոխանցելու։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի էր։ Մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Այս արդեն սկսեց փչացնել մեր։ Լավ շարունակիր։ Ռեկա։ Օգնեմ։ Կյամ կծույա։ Հիմա պետք է ավելացնենք ծովամթերքը եւ սխտորը։ Կօգնես սխտորը ավելացնենք։